Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո Մարտի 25 Մարդու որդին Հովհաննես 3:13 խոսք Որքան հաճախ էր մեր Տերն օգտագործում մարդու որդի անվանումը, եթե նա ցանկանար, կարող էր իր մասին մշտապես խոսել որպես Աստծո որդի, սքանչելի, խորհրդական, հավիտենության հայր, խաղաղության իշխան։ Բայց ահա Հիսուսի խոնարհությունը։ Նա նախընտրում է իրեն կոչել մարդու որդի։ Եկեք խոնարհության դաս սովորենք մեր Փրկչից։ Եկեք երբեք չձգտենք մեծամեծ տիտղոսների և բարձր կոչումների։ Ինչևէ, սրանում շատ ավելի քաղցր մի միտք էլ կա։ Տեր Հիսուսն այնքան էր սիրում մարդկային ցեղին, որ հաճույք էր ստանում պատվելով նրանց, և հիրավի, մարդկության համար մեծագույն պատիվ է, որ Հիսուսը մարդու որդի է, և նա հատուկ շեշտադրությամբ էր ներկայացնում այդ անվանումը, կարծես թագավորական աստղեր դրոշմեր մարդկության կրծքին և դրանով ցույց տար Աստծո սերը Աբրահամի սերնդի նկատմամբ։ Մարդու որդին։ Երբ էլ որ նա արտաբերում էր այս բառերը, Ադամի զավակների գլուխները զարդարում էր լուսապսակով, սակայն գուցե մի ավելի թանկարժեք միտք էլ կա սրանում։ Հիսուս Քրիստոսն իրեն մարդու որդի էր անվանում, որպեսզի ընդգծեր իր կարեկցանքն ու մեկությունն իր ժողովրդի հետ։ Այդպես նա հիշեցնում է մեզ, որ ինքն է այն մեկը, որին կարող ենք մոտենալ առանց վախի։ Որպես մարդ, մենք կարող ենք նրա մոտ տանել մեր բոլոր վշտերն ու անհանգստությունները, որովհետև նա սեփական փորձով տեղյակ է դրանցից, և քանի որ անձամբ է չարչարվել որպես մարդու որդի, կարող է օգնել և մխիթարել մեզ։ Փառք քեզ, օրհնյալ Հիսուս, որ դու մշտապես օգտագործում ես այդ քաղցր անունը, որ խոսում է այն մասին, որ դու մեր եղբայրն ու մոտ ազգականն ես։ Թող ուրեմն այն քո շնորհքի, խոնարհության և սիրո թանկագին նշանը լինի մեզ համար։ Տեսեք ինչպես է Հիսուսն իր անձը վստահում մանկական մեր սիրուն, ցույց տալիս մեզ իր անկեղծությունը, մեզ հետ շփումով իր ուրույն։ Նրա անունը մի բառ է հասարակ, նա այնպես սիրում է այդ լսել, նա վեհ է, բայց լեցուն սիրով անհատակ, որով կարող է մեզ փրկել։